Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպում հունիսին Ղարաբաղի տարածաշրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նա այս նախաձեռնությունը ներկայացրել է Կասպյան տարածաշրջանում ներդրումներ բիզնես պանելային քննարկման ընթացքում։ Եվդոկիմովի խոսքով, նախատեսվող հանդիպումը կարող է չկայանալ Բաքվում, այլ օրինակ Շուշիում, հնարավորություն տալով պատգամավորներին ծանոթանալ այդ տարածքներում իրականացված աշխատանքներին։ Հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մոսկվա-Բաքու հարաբերությունների ակտիվացման ազդակ, իսկ Շուշիի հիշատակումը որպես քաղաքական և խորհրդանշական ընդգծում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համագործակցության խորացման համատեքստում։ Վերջին շրջանում Ազալի հետ կապված միջադեպի շուրջ առաջացած սկանդալի, Բաքվից հնչած կոշտ հայտարարություններ և երկու երկրներում արձանագրված մի շարք ձերբակալությունների ֆոնին նման նախաձեռնությունները ընկալվում են որպես հարաբերությունների վերաիմաստավորման և շփումների ակտիվացման փորձ։ Ընդհանուր համատեքստում նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Մոսկվայի կողմից Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական մերձեցման ուղղությամբ քայլ։ Բաժանորդագրվեք Armed Pulse-ի սոցիալական ցանցերում։